Ժնևյան եռակողմ բանակցությունները բաժանված են եղել երկու հիմնական մասի՝ ռազմական և քաղաքական։ Ռազմական ենթախմբում կողմերը կենտրոնացել են հրադադարի հաստատումից հետո վերահսկման մեխանիզմների մշակման վրա։ Մոնիթորինգի առաքելություն, պատասխանատվության գոտիներ։ Հնարավոր հրադադարը վերահսկելու գործում առաջատար դեր է պատրաստվում ստանձնել Վաշինգտոնը։ Քննարկման առանցքային թեմա է մնում եվրոպական ներգրավվածության հարցը։ Կիևը պնդում է, որ Եվրոպայի մասնակցությունը սկզբունքային նշանակություն ունի, հաշվի առնելով, որ պատերազմը տեղի է ունենում եվրոպական մայրցամաքում։ Մեզ համար Եվրոպայի դերը մեծ է, անշուշտ մենք գնահատում ենք ամերիկացի գործընկերներին, սակայն ես մշտապես ընդգծում եմ, մեզ անհրաժեշտ է նաև եվրոպական ներկայացուցիչների ներկայությունը։ Մոսկվան սակայն կտրականապես դեմ է բանակցային գործընթացում Եվրոպայի ներգրավմանը։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան Եվրոպայի հետ քննարկելու ոչինչ չունի։ Եվրոպան միայն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն է դիտարկում եւ դրանք առաջ մղում որպես կարգավորման առաջնահերթություն։ Այդ երաշխիքները ձևակերպված են հատուկ Ռուսաստանի դեմ, այսինքն Եվրոպան ցանկանում է երաշխավորել իր անվտանգությունն այնքան ժամանակ, քանի դեռ Կիևի ռեժիմը մնում է Ռուսաստանի Դաշնության թշնամին եւ շարունակում է պատերազմը։ Բանակցություններից հետո տեղի է ունեցել նաև լրացուցիչ հանդիպում։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի եւ Գերագույն Ռադայի падգամավոր Դավիթ Արախամյայի հետ։ Ուկրաինական կողմը սա անվանել է սովորական աշխատանքային ձևաչափ, որը կիրառվել է նաև Ստամբուլում բանակցային նախորդ փուլերի ընթացքում։ Քաղաքական հարթությունում իրավիճակը շարունակում է մնալ բարդ ու հակասական։ Ժնևում կողմերը որևէ արդյունքի չեն հասել անվտանգության երաշխիքների, տարածքային խնդիրների, ապագա համաձայնագրի իրավական ձևակերպումների շուրջ։ Զելենսկին շարունակում է պնդել, որ այդ հարցերը հնարավոր է լուծել միայն Պուտինի հետ տետատետ շփման ժամանակ։ Առայժմ հայտնի է, որ Ուկրաինայի նախագահն ակնկալում է բանակցային հաջորդ ռաունդը նորից այս ամիս կազմակերպել կրկին Շվեյցարիայում։ Ըստ փորձագետների, ռազմական համաձայնությունները կարող են հող նախապատրաստել քաղաքական բանակցությունների համար, սակայն առանց քաղաքական փոխզիջումների հրադադարը ժամանակավոր եւ փխրուն կլինի։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։